Ինչպես ապահովել երկրի թվային անվտանգությունն ու տեխնոլոգիական անկախությունը, հարցը ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովի օրակարգում էր։ Քննարկմանը ներկա են ինտերնետ կառավարման եւ քաղաքականության, տեխնիկական եւ ակադեմիական համայնքների, քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Պետք է արձանագրել, որ ինտերնետը ընդհանրապես մարդկության ամբողջ կյանքը եւ կենցաղը փոխել է։ Համաժողովի նպատակն է մշակել ինտերնետի կառավարմանն ու զարգացմանն առնչվող տարբեր խնդիրների լուծման առաջարկություններ Հայաստանը ինտերնետ կապի այլընտրանքային մալուխով ապահովելու համար։ Փորձում ենք ստեղծել հարթակ, որտեղ կարող են խնդիրները բարձրաձայնվել, այսինքն մեր ֆունկցիան այս պահին կայանում է նրանում, որպեսզի կարողանանք հրավիրել տարբեր կողմերի, որոնք կքննարկեն իրենց խնդիրները, կգտնեն որոշակի համագործակցության եզրեր եւ ըստ այդմ կշարժվեն առաջ։ Անդրադառնալով Հայաստանի լայնաշերտ ինտերնետի հասանելիության եւ տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություններին ու մարտահրավերներին, հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատոր Viva ընկերության գլխավոր տնօրենն ընդգծեց, իրենց ռազմավարությունն ուղղված է Հայաստանի համար թվային ինքնիշխանության եւ անխափան կապի երաշխավորմանը։ Viva-ի ցանցային ռազմավարությունը հիմնված է կրկնօրինակման, տեխնոլոգիական բազմազանության եւ շարունակական նորարարության սկզբունքների վրա։ Մենք ստեղծել ենք բարձր դիվերսիֆիկացված օպտիկական մագիստրալ, որը միավորում է Եվրոպայի մեր կապի հանգույցները, ձևավորելով դիմացկուն գլոբալ օղակ։ Մեր հիբրիդային ճարտարապետությունը, որը միավորում է ցամաքային ցանցերը, անպայն հարթակը եւ ցանցային ֆունկցիաների վիրտուալիզացիան, պատրաստվում է հաջորդ փուլին արբանյակային կապի ներդրմանը, կարևորագույն ենթակառուցվածքների առավելագույն հասանելիությունն ապահովելու նպատակով։ Հայաստանի ինտերնետ համայնքի ու համացանցով հետաքրքրված մասնագետների քննարկման թեմաներից էին նաև թվային կառավարման, ենթակառուցվածքների զարգացման, բովանդակության կարգավորման, անվտանգության եւ օգտատերերի իրավունքների հավասարակշռման հարցերը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։